բոլորին, այսօր վերջապես եկել է այն օրը, որին մենք սպասել ենք շատ երկար տարիներ։ Լիլիայի bride to be-ին։ Հիմա մենք աղջիկներով պատրաստվում ենք ու սպասում ենք, որ դիմավորենք Լիլիային։ Ես դες հեսա ցույց կտամ նախապատրաստական աշխատանքները։ Մնացեք մեզ հետ, կարծում եմ հետաքրքիր է լինելու եւ ես չեմ մոռանա նկարեմ։ Երկու բլոգերներ, ողջույններ։ Hello։ Իրիշոկ, ինչպես է ձեր տրամադրությունը։ Շատ լավ։ Օ, դուք եք շատ գեղեցիկ։ Մեր դիվիչնիկի բասեինային հատվածը ավարտվեց, եկանք բլաշվայննես։ Հիմա պատրաստվում ենք, որ սկսենք մեր ավելի activity-ների հատվածը։ Հույս ունեմ քամուց ձայնս լսվում է։ Անցնում ենք հաջորդ հատվածին։ Հիմա ես ձեզ տալու եմ հարցեր ու դուք պետք է պատասխանեք այդ հարցերին ու հասկանաք ով ավելի լավ ճանաչում Լիլիային։ Հարցերը Լիլիայի մասին են ու նաև իրանց հարաբերությունների մասին։ Ես հիմա հարցերը տալիս եմ, դուք պատասխանում եք, հետո արդեն դուք կհաշվեք, ով քանի հատ է ճիշտ պատասխանը, կհասկանեք ով է հաղթում։ Ուրեմն, որն է եղել Լիլիայի առաջին աշխատանքը։ Երբ որ ինքը փոքր էր ու երիտասարդ ժամանակ, ինչ celebrity crush ուներ։ Իրա սիրած sense One Direction-ը։ Զեյնին։ Okay, բայց այդ ժամանակվա է։ Ինչքան է իրանց զույգը, Լիլիայի եւ Սերայի զույգը իրար հետ։ 6 տարի։ Սարինը 6։ Էպեցը չի նկատի։ Որտեղ են հանդիպել Լիլիան եւ Սերանը։ Դպրոցում տարի վրա։ Իրար հետ քաղաքից դուրս excursion ենք գնալ։ Լիլիային դու պետք է պատասխանես այդ հարցին Սերյանի մասին ու պատասխանես թե ոնց է քո կարծիքով ոնց է պատասխանես Սերյանը։ Որն է քո ամենասիրելի հիշողությունը իր մասին։ Ամենասիրելի հիշողությունը
Այդ այնա երեխեք, երբ որ մենք երկուսով մեզանից դուրս գնում էինք ման գալու, բայց ոչ մեկ տեղյակ չէր ու ես ստիպված իր հետ մեզ տեղերով էի ման գալի, որ ինձ ոչ մեկ չտենա հանկարծ, ծանոթ, չգիտեմ, դա կլինի Հյուսիսային պողոտայի պարկով կա կամ չգիտեմ, այդպես մոտավորապես այս տիպի տեղ։ Չէ, կոնկրետ Հյուսիսայինի պարկով գումենք իրար, քայլում էինք ուղղակի։ Մեկ էտ։ Հիմա ես մտածել էի, որ կարանք նամակներ գրենք, բայց կարանք սենց շրիվայել ասենք, որ դուք ինչ կցանկանաք, որ ամուսնությունից հետո Լիլիան սենց ավելի շատ կարևորի, կարա այդ ինչ-որ սենց ուջուր բաներ ասենք, հաճախ գնացեք ժամադրությունների, որտեղ շատ ապեսնում, որ տիպա ամուսնությունից հետո մարդիկ տենց չեն գնում ժամադրությունների, բան, տենց չէ։ Մեկ ով երբեք փորձ չի ունեցել հորնին։ Չունի դուք տենց ի սրտե, բոլորը փորձով են։ 7 այդ նոր կարգավիճակում իրան ինչ կցանկանաք, այդ ամեն ինչը կարաք դուք իրան ասեք շատ անցկացրած օրերը, ու սենց ամեն թեկուզ ինչ-որ մի հատ մի բանից երբ որ նեղվեք, հիշեք սենց ինչքան լավ օրեք դուք ունեցել, ու հաստատ մի անգամից սենց ամեն ինչ ձեր մոտ կփոխվի, ու ինչ եմ ցանկանում լիքը փոքր բալիկներ, որտեղ ձեր բալիկները հաստատ սիրուն կլինեն։ Խոսքով չգիտեմ, մի քիչ խոսամ կլասեմ արդեն։ Մենք հիմա այս ափսեի վրա գրելու ենք բոլոր այն վատ բառերը, որ չենք ուզում Լիլիայի հետ լինի։ Ու ինքը վերջում այս ամանս այն շատ ուժեղ ջարդելու է, որ այդ վատ բաները փշուր լինի, որ այդ երբեք չլինի այդ ամեն ինչը։ Ու առաջինը կգրեն իր մաման եւ իր կիսուրը, որ ապա փորձառու էլի։ Հետո արդեն մենք կգրենք վատ բառեր, որոնք որ չեք ուզում Լիլիայի հետ լինեն։ Բառեր։ Բառ, իրավիճակ։ Թեկուզ, հա, որ իր հետ չլինի։ Վատ բաներ, որ ջարդվի եւ գնա, այդ չլինի իրական։ Alex, Babs. Take a look inside your heart. Is there any? Ապրեք! Հիմա որպես վերջաբան ես ձեզ կբաժանեմ այսպիսի կարտոչկաներ ու սպիտակ մատիտներ, դուք կնկարեք, թե ինչ ձև եք պատկերացնում Լիլիայի հարսի շորը, քանի որ ոչ մեկ չի գիտեր ինչ ձև է լինելու։ Հետո արդեն հարսանիքի վրա կհամեմատեք, ճիշտ եք գուշակե, թե չէ։ Հələ ունեմ ես, մի հատ ինձ բերեցի։